Ողջույն, եթերում այլ ոճով հաղորդումն է։ Ես պատրաստ եմ եւ շտապում եմ մեր մասնակցի Վարդուհու հետ հանդիպմանը։ Սեփական կյանքն ու զգեստապահարանը թարմությամբ եւ նոր գույներով լցնելու ցանկությունը ոգեշնչել է Վարդուհուն դիմել կերպարանափոխության։ Մայրիկի բազմազբաղ առօրյայում նա ինքն իր համար ժամանակ է գտել գնանք ծանոթանալու։ Ես Վարդուհին եմ, 3 երեխաների մայրիկ եմ, չեմ աշխատում, զբաղված եմ բալիկներիս առօրյայով, դպրոց, պարապմունքներ, կազմակերպում եմ իրենց ժամանցը, ոճափոխությունը այս պահին ինձ պետք էր կարծես թե կտրվելու համար առօրյա գրաֆիկից։ Տարիների ընթացքում փորձել եմ ոճափոխություն անել, թե մազերի, թե հագուստի հետ կապված, բայց կարծես թե դեռ իմը չեմ գտել, այդ պատճառով ցանկանում եմ եւ պատրաստ եմ ոճային խիստ փոփոխությունների։ Վարդու, ինչպես ես։ Լավ, շնորհակալություն Լուսինե ջան։ Մի փոքր պատմիր քո առօրյայի մասին։ Փոքրիկ բալիկս 1.5 տարեկան է, խիստ պահանջներ ունի, որպեսզի իր նկատմամբ շատ ուշադիր լինեմ, փորձությունների մեծ սիրահար է, այդ պատճառով օրս շատ լարված է անցնում։ Խիստ զբաղված գրաֆիկ ունես։ Այո։ Երեխաների հետ հենց այդպես է մայրիկների գրաֆիկը, իսկ ինչով կցանկանայր զբաղվել, կա ինչ-որ մի բան, որ կուզեիր անել եւ դրա համար չի ներում ոչ ժամանակը եւ ոչ էներգիան։ Այո, իհարկե, շատ պլաններ ունեմ առաջիկայում, շատ եմ ցանկանում յոգայով զբաղվել, սպորտով։ Շատ լավ է։ Հետաքրքիր է ինչպես երեխաները արձագանքեցին ոճը փոխելու քո որոշմանը։ Աղջիկս է ճիշտն ասած շատ հարցեր տալիս, ամենաառաջինը վարսերիս հետ կապված էր, մամա կտրելու ես մազերդ։ Իսկ նրանք շատ սիրում են, չէ՞, որ մայրիկը երկար էսպես մազեր ունի։ Սիրում են, հա, ես էլ տարիների ընթացքում կապվել եմ երկար մազերի հետ, բայց ոճափոխությանը իհարկե դեմ չեմ։ Իսկ ամուսինդ ինչպես արձագանքեց։ Ամուսինս ճիշտն ասած, եթե դու ցանկանում ես, ես դեմ չեմ։ Ինչ ոճ ես նախընտրում այսօր եւ հետաքրքիր է թե ինչ հագուստ կցանկանաս տեսնել քո զգեստապահարանում մասնագետների հետ աշխատելուց հետո։ Բալիկը շատ ակտիվ է, հիմա որ բակ ենք իջնում կամ այգի ենք գնում, շատ ակտիվ բալիկ է, վազվզում է, ես չեմ կարող բնականաբար ավելի բարձրակրունկով կամ անհարմարավետ հագուստ հագնել։ Այդ պատճառով սովորել եմ նաև այս տարիների ընթացքում ավելի ջինսետաբատ, սպորտ, այդպես։ Որն է քո երազանքի ոճը։ Կուզենայի զգեստապահարանս տարբերվել այժմյան ավելի sense միապաղաղությունից եւ casual ոճը երևի թե ավելի հարմարավետությունը, ինքնաբուխ ոճ, թեկուզ եւ դասականը նաեւ համադրել սպորտի հետ։ Ուրեմն գնանք առաջ, որովհետեւ պետք է դեռ հանդիպենք ոճաբանին, վարսահարդարին, դիմահարդարին, պետք է գնանք գնումներ կատարելու, հագուստ պետք է ընտրենք։ Հետաքրքիր է լինելու։ Շատ հետաքրքիր ճանապարհ ենք անցնելու միասին։ Դա ես էլ եմ այդպես կարծում։ Վարդուհին առօրյա կյանքում շատ բազմազբաղ մայրիկ է։ Առօրյա կյանքում Վարդուհուն կարելի է տեսնել տարբեր ոճերի մեջ, հիմնականում ավելի թեթև հանգիստ ոճի մեջ սպորտային։ Ես նախընտրում եմ տեսնել ավելի կրեատիվ, վառ արտահայտված համարձակ հագուստի մեջ։ Ես կարծում եմ այս նոր կերպարը էլ ավելի Վարդուհուն կդարձնի ինքնավստահ, համարձակ եւ մոտիվացված։ Վարդուհու կերպարանափոխությունն իրականացնող թիմի կազմն այսօր հետևյալն է. ոճաբան Մարիամ Մելիք Բախշյանը, դիմահարդար Անի Վահունի եւ ոճաբան վարսահարդար Էրիկա Ղազարյան։ Կարծում եմ արդեն գիտեք Վարդուհու թե երազանքները, թե ցանկությունները եւ նաեւ ինչ դժվարությունների է հանդիպում իր ոճը գտնելու ճանապարհին։ Եվս մեկ անգամ առաջարկում եմ ուսումնասիրել Վարդուհու լուսանկարները եւ պատմեք, թե ինչ կերպարանափոխություն է սպասվում նրան։ Նախ ասեմ, որ ուսումնասիրելով Վարդուհու ապրելակերպը, արտաքին տվյալները, իր նախասիրությունները եւ իր երազանքները, ինչպես դուք շեշտեցիք, ես եկա այն եզրակացության, որ իր հիմնական խնդիրը համադրել հարմարավետ եւ կանացի ու ժամանակակիցը։
Ես կարծում եմ, որ մենք ունենանք մեր առաջ դրված այս խնդիրը եւ համապատասխան կերպարներ կընտրենք։ Իր կազմվածքի հետ կապված ես չեմ տեսնում որևէ խնդիր, որը մենք կարիք ունենք շտկելու, ընդհանրապես ճիշտ ձևացքի, ճիշտ երկարության ընտրության եւ ճիշտ ֆակտուրաների ընտրության շնորհիվ կընդգծենք վարդուհու կազմվածքի առավելությունները։ Հաշվի առնելով նրա առօրյան, այո, հարմարավետությունը շատ կարևոր է նրա համար։ Վարդուհին նշում է, որ 10 տարի շարունակ նա ունի երկար վարսեր եւ Էրիկա շատ դժվար է լինելու որևիցե փոփոխություն անել վարսերի հետ կապված, կարծում եմ։ Ես կուզենամ կտրուկ փոփոխություն կատարել, շեշտը դնել ավելի կարճ մազերի վրա, գունային փոփոխություն կատարել, բաց եւ մուկ անցումներ տալ, որի հաշվին կընդգծենք շատ գեղեցիկ աչքեր ունի, կընդգծենք աչքերի գույնը, այս պահին տեսնում եմ, որ այն գույնը, որ ինքը ունի այս պահին, ընդհանուր կորցնում է դիմագծերը, կարծում եմ կստացվի համոզելը։ Մարիամ, ինչ կարծիք ունես վարսերի հետ կապված։ Արդյոք համաձայն ես, որ պետք է լինի կարճ կտրվածք եւ գունային այն երանգները, որ Էրիկան նշեց։ Ես կիսում եմ Էրիկայի կարծիքը եւ գտնում եմ, որ կարճ սանրվածքը ավելի ժամանակակից եւ ավելի թեթև տեսք կհաղորդի եւ նաեւ գունային փոփոխության հետ եմ համաձայն, որովհետեւ կարծում եմ, որ ավելի ներդաշնակ կլինի, եթե մազերի մեջ լինեն Էրիկայի նշած բացումուկ անցումները, այդպիսով վարդուհու թե աչքերի գույնը կընդգծվի եւ ավելի շեշտը կլինի աչքերի վրա, այս պահին մազերի հաշվին մենք կորցնում ենք աչքերի գույնը եւ դիմագծերը ավելի արտահայտիչ կլինեն։ Ես շատ կցանկանայի, որ վարդուհին հիմա այստեղ մեզ հետ ներկա լիներ եւ լսեր, թե ինչ կերպարանափոխություն է նրան սպասվում, հատկապես վարսերի հետ Էրիկա։ Զգույշ կլինեք։ Անի, դիմահարդարումը ինչ եք պատկերացնում դուք, որովհետև իսկապես վարդուհին ունի շատ գեղեցիկ գույնի աչքեր եւ նաեւ ձև կտրված աչքերի, ինչ դիմահարդարում է լինելու։ Նա շատ գեղեցիկ եւ արտահայտիչ աչքեր ունի, հայացք, եւ ես անշուշտ շեշտ կդնեմ աչքերի վրա, բացից մքաթող երանգներով գեղեցիկ նուրբ դիմահարդարում կունենանք, շուրթերը ավելի նուրբ երանգների մեջ կլինեն։ Ես նաև կանեմ հոնքերի լամինացիա, որպեսզի հայացքը լիարժեք բացեմ եւ այդ երկու process-ների արդյունքում կտեսնեք, որ շատ կփոխվի վարդուհին։ Կերպարները մեկը մյուսից կտարբերվեն, Մարիամ։ Կերպարները իրենց տրամադրությամբ կարծում եմ կտարբերվեն, բայց ինչպես նշեցի, յուրաքանչյուր կնոջ հետ աշխատելիս մի քանի հանգամանք պետք է անպայման հաշվի առնել, ապրելակերպ, արտաքին տեսք, իր նախասիրությունները, իր ներքին ցանկությունները, իր երազանքները, ինչ խնդիրեր առջև դրել վարդուհին այս պահին իր կյանքում, այդ ամենը իրար հետ համադրելով մենք կարող ենք ստանալ այդ բոլոր հարցերը փակող, բայց միևնույն ժամանակ մի փոքր տարբեր տրամադրությունների կերպարներ։ Կարծում Մարիամի եւ Անիի աշխատանքը այսպես շատ հեշտ եւ համահունչ է այսպես անցնելու, բայց Էրիկայի աշխատանքը մի փոքր բարդանում եւ դժվարանում է, որովհետեւ երբ ես առաջին անգամ Վարդու հետ խոսեցի, նա խոսում էր իր վարսերի մասին, որ ոչ մի փոփոխություն չի արել, իրեն շատ դուր են գալիս իր երկար վարսերը։ Քանի որ Վարդուին ուզում է ոճափոխություն կատարել, կարծում եմ ինձ մոտ կստացվի նրան համոզել։ Այստեղ ոչ միայն ոճաբան վարսահարդար, այլ նաև հոգեբան պետք է լինեք։ Կարծում եմ կստացվի։ Եկանք ընդհանուր հայտարարի, կարծում եմ ամեն ինչ պարզ է, թե ինչ կերպարանափոխություն է սպասվելու, հետաքրքիր, ամենակարևորը, որ լինելու է հետաքրքիր։ Ես վստահ Վարդուին 3 երեխաների մայրիկ է եւ ունի բավականին լարված եւ հագեցած առօրյա եւ մենք մասնագետներով բոլորս համակարծիք ենք, որ պետք է այնպիսի կերպար ստեղծենք իր համար, որպեսզի նա ոչ միայն կարողանա որպես մայրիկ իր լարված առօրյայում իրեն հարմարավետ զգա, այլև դրսևորվի որպես կին իր կանացիությունը արտացոլվի նաեւ իր կերպարներում։ Առաջարկեցի կտրուկ փոփոխություն, կարճացնելով մազերը ու կատարել գունային մեծ փոփոխություն։ Մասնագետները համամիտ էին իմ կարծիքի հետ, որը ինձ շատ ուրախացրեց։ Ոճաբանի եւ վարսահարդարի հետ ունեցանք բավականին հետաքրքիր քննարկումներ,
կերպարի հետ կապված Վարդուհու եւ մեր առաջ դրեցինք մի խնդիր, որպեսզի համատեղենք առօրյայում ծանրաբեռնված մայրիկի եւ գեղեցիկ կնոջ կերպարը։ Եվ քանի որ վարսահարդարի առաջարկով մենք կտրուկ փոփոխություն ենք ունենալու, դիմահարդարումը ավելի երկրորդ պլանում կլինի եւ մենք կունենանք ավելի նուրբ դիմահարդարում։ Բայց այնուամենայնիվ կընդգծենք գեղեցիկ աչքերը, որովհետեւ շատ արտահայտիչ եւ խոսուն աչքեր ունի մեր հերոսուհին եւ կարծում եմ արդյունքները արդեն բավականին հետաքրքիր կլինեն։ Հաղորդման այս հատվածում վերլուծելու ենք մեր մասնակցի զգեստապահարանը։ Փորձելու ենք հասկանալ, թե որքանով է նրա ընտրած հագուստը համապատասխանում նրա կառուցվածքին եւ ընդգծում նրա կառուցվածքի առավելությունները։ Ոճաբան Մարիամ Մելիք Բախշյանը այսօր կիրականացնի Վարդուհու զգեստապահարանի վերլուծությունը։ Պատրաստ ես, Մարիամ։ Իհարկե։ Ինչ ես տեսնում առաջին հերթին, երբ նայում ես Վարդուհու զգեստապահարանին։ Տեսնում եմ բազմազան գույներ, ինչը շատ կարևոր է։ Ողջունելի է։ Իհարկե, ողջունելի է, գույները կարևոր են զգեստապահարանում։ Տեսնում եմ նաև բազային գույներ, որոնք էլ ավելի կարևոր են, որովհետև դրանց հիման վրա արդեն մենք ստեղծում ենք ավելի վառ գույներով հագեցած կերպարներ։ Հարմարավետությունը կարծես այստեղ գերակշռում է, եւ որքանով է այս հագուստը նորաձև եւ ոճային։ Եկեք սկսենք ջինսետաբատից։ Ջինսետաբատը յուրաքանչյուր զգեստապահարանում ակտուալ է եւ իր տեղը ունի։ Ինձ շատ դուր է գալիս գույնը։ Ուղղակի ես խորհուրդ կտամ ընտրել բարձր գոտկատեղով տաբատ, որովհետեւ բարձր գոտկատեղը ավելի շահեկան է ցանկացած կազմվածքի համար, այն ընդգծում է գոտկատեղը, վիզուալ ավելի երկար է ցույց տալիս ոտքերը եւ քանի որ մենք այստեղ գործ ունենք լայնացող տաբատի հետ, ես խորհուրդ կտամ մի փոքր կրունկներով կամ սրածայր կոշիկներով գրել, որպեսզի էլի հասակի հետ կապված վիզուալ ոչ թե ցածր, այլ հակառակը բարձր երևա Վարդուհին։ Ինչ կառուցվածքային տիպ ունի Վարդուհին եւ ինչ գույներից, ինչ ձևվածքներից պետք է խուսափել ընդհանրապես։ Ես տեսնում եմ, որ Վարդուհին չունի ոչ մի ակնհայտ թերություն կազմվածքի, որը պետք է շտկել, ուղղակի թեթև նյուանսների, ճիշտ ֆակտուրաների, ճիշտ ձևացքի եւ ճիշտ երկարության ընտրության շնորհիվ կարող է Վարդուհին ել ավելի ընդգծել իր առավելությունները։ Այստեղ մենք խնդիրը ոչ թե ինչ-որ մի բան թաքցնելն է, այլ նպատակը ուղղակի ել ավելի ընդգծել Վարդուհու կանացի կազմվածքը։ Ես խորհուրդ կտամ, որ շատ մեծ ուշադրություն դարձվի նաև կտորների ընտրությանը եւ կտորները լինեն ավելի պինդ, միգուցե ձևը պահպանող, իսկ գույների հետ ես միանշանակ համաձայն եմ եւ կողմ եմ։ Մի քանի բառ։ Ես հավանում եմ գույնը, բայց ոչ ձևվածքը։ Բայց ոչ ձևվածքը, որովհետև այն մի փոքր ակտուալ չէ, ոչ թե մի փոքր, այլ ակտուալ չէ, եւ ես խորհուրդ չեմ տալիս ընդհանրապես զգեստապահարանում պահել ոչ ակտուալ իրեր։ Շատերը մտածում են, որ կարելի է դրանք փրկել ինչ-որ ձև համադրելով, բայց կան իրեր կամ պահել, որովհետև տասնյակ տարիներ հետո այն կարող է վերադառնալ։ Տասնյակ տարիներ հետո Վարդուհու ապրելակերպն է փոխվելու, կազմվածքը գուցե փոխվի, ցանկությունները եւ նախասիրությունները եւ հագուստը պետքա կներեք, չեմ սիրում երկար պահել հագուստը, հա, շուտ հոգնում եմ հագուստից, բարբերաբար sense վերանայումներ անում եմ։ Փոխարենը, եթե նայենք նմանատիպ գույնի այս բոդին, այն բավականին ակտուալ է եւ կարող է շատ տարբեր կերպարներում լինել հիմք, որպես առաջին շատ լավն է։ Այո, Վարդուհի, ես հուսով եմ, որ դու շատ ուշադիր լսեցիր Մարիամի բոլոր նկատառումները, խորհուրդները, որովհետև իսկապես այս խորհուրդները մեզ շատ են պետք գալու հենց գնումների ժամանակ։ Այո, հետաքրքիր էր շատ վերլուծությունը ինձ համար։ Կընդունեմ խորհուրդները, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Դե ինչ, մենք պատրաստ ենք գնումների, կարծում եմ։
պատրաստ եմ։ Ես էլ։ Զգեստապահարանս ուսումնասիրելուց հետո Մարիամը ինձ շատ խորհուրդներ տվեց։ Առաջինն այն էր, որ զգեստապահարանումս գերակշռեն բազային իրերը, որպիսի համադրությունները ավելի շատ ստացվեն։ Քանի որ Մարիամը ինձ խորհուրդ տվեց, որպիսի կտորների որակին ուշադրություն դարձնեմ, գնումների ժամանակ ես շատ ուշադիր կլինեմ այդ հարցի շուրջ, որպիսի հետագայում ավելի հմուտ ձևով կատարեմ գնումներս։ Ինձ շատ ուրախացրեց, որ Վարդու զգեստապահարանում առկա էին գույներ, նաև շատ ուրախացրեց, որ Վարդուհին ունի իր մեջ այդ ձգտումը ավելի ժամանակակից տեսք ունենալ, ավելի կանացի։ Իմ խորհուրդները նա շատ բաց ընդունում է։ Իր զգեստապահարանում ես խորհուրդ տվեցի չպահել ոչ ակտուալ իրեր, պարզապես չծանրաբեռնել առօրյան եւ կերպարները նման իրերով, այլ փոխարինել դրանք ավելի ժամանակակից իրերով։ Ճիշտ ժամանակն է Մարիամի խորհուրդները գործնականում կիրառելու։ Վարդուհի, սա բացառիկ հնարավորություն է քեզ համար։ Մարիամի հետ շատ հեշտ կլինի աշխատելը, մեծ հույսեր ունեմ, որ ընտրությունը բարդ չի լինելու։ Կարևորը կարծիքները համընկնեն։ Այո։ Մենք պատրաստ ենք, Մարիամ։ Ես էլ, գնացինք։ Քանի որ այժմ զգեստապահարանումս գերակշռում է ավելի հարմարավետ հագուստը, սպորտային ոճի մեջ հագուստը, գնումների ժամանակ ավելի կցանկանամ, որպիսի նախապատվությունը տամ կանացի հագուստին։ Ես կարծում եմ, որ գնումների ժամանակ Վարդուհին պատրաստ է լսել իմ խորհուրդները, որոնք իհարկե հիմնված են իր անհատական նախասիրությունների, ապրելակերպի, արտաքինի եւ տրամադրության վրա, այնպես որ չեմ կարծում, որ մենք այդտեղ ունենանք տարաձայնություններ։ Մարիամ, որ գույներին ուշադրություն դարձնենք հագուստը ընտրելիս։ Ես Վարդուհու աչքերի գույնի միանշանակ խորհուրդ կտամ, որ վերևի հատվածում օգտագործի իր առօրյայում, որովհետև իր աչքերի գույնը պարզապես հրաշք է ու ինչքան արտացոլվի իր հագուստի մեջ, այդքան ավելի շահեկան կլինի։ Եթե կանաչ այս պահին չկարողանանք գտնել, կարող ենք ընտրել երևի թե բաց երանգները, չէ՞։ Բաց երանգները շատ Վարդուհուն սազում են, կարծում եմ։ Դե սպիտակը բոլորին է սազում, Սպիտակ կարծեմ, այո, բոլորին է սազում։ Այս ձևացքը բավականին հետաքրքիր է, եթե դասական վերնաշապիկություն է։ Հավանում եմ, հետո Վարդուհուն շատ սազեց դեղինը եւ պաստելային գույները։ Մի քիչ կարծում եմ Վարդուհու կերպարին այդքան համահունչ չի, այո։ Ջինսետաբատները միշտ ոճային են եւ ակտուալ։ Դրանցով կարելի է ստանալ շատ տարբեր եւ ոճային համադրություններ։ Մինչ Մարիամը եւ Վարդուհին կավարտեն գնումների փուլը, ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես եմ համադրում ջինսետաբատները։ Սկսենք ամենապարզ եւ ամենապրակտիկ համադրությունից։ Ջինսե լայն տաբատ, սպորտային կոշիկ, սպիտակ շապիկ։ Սև կաշվե բաճկոնը հրաշալի լրացում է այս կերպարի համար։ Կերպարը ոճային դարձնելու համար համադրեք սև բարձրակրունկ կոշիկը, կաշվե երկար վերնազգեստը, տրենչը եւ սպորտային գլխարկը։ Հաջորդ կերպարի համար ընտրել եմ այլ ոճի եւ գույնի տաբատ, համադրելով այն կատնագույն պիջակի ու հարմարավետ բարձրակրունկի հետ։ Ընտրում ենք սև պիջակ եւ բարձրակրունկ կոշիկ, մուգ գույնի շապիկ, նույն տաբատն այս դեպքում այլ տեսք ունի։ Մարիամի հետ գնումները շատ հեշտ են անցել ինձ համար, Մարիամը ինձ շատ հարցերում է ուղղորդել եւ իր հետ աշխատանքը իմ համար նաեւ հաճելի էր, բացի օգտակարից։ Գնումների ժամանակ նույնիսկ ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ երկուսս էլ նույն հագուստը վերցրեցինք, դա խոսում է այն մասին, որ երկուսիս պատկերացումներն էլ իմ ոճի վերաբերյալ համընկան։
ինչպես կանխատեսում էի, իմ ու Վարդուհու համատեղ աշխատանքը արդյունավետ է լինելու, բայց չէի մտածում, որ կլինեն այնպիսի պահեր, որ ես ու Վարդուհին նույն իրերի վրա կկենտրոնանանք եւ կցանկանանք այդ իրերով կերպարներ ստեղծել։ Կարծում եմ դա նրանից է, որ Վարդուհին շատ բաց էր նորությունների եւ լսում էր իմ խորհուրդները ընթացքում եւ մենք նույնիսկ նույն իրերն էինք իրար հետ ընտրում։ Վարդուհի ջան, ինձ կասեք, ինչ նախասիրություններ ունեք եւ ինչ չեք ուզենա, որ լինին ձեր մազերի հետ։ Մազերիս հետ շատ կարճ կտրվածքին եմ ճիշտ ասած դեմ եւ ավելի մուգ երանգներին, այո։ Շատ լավ։ Կարծում եմ լինելու ամեծ մոտ երկար կառե։ Ծավալ ենք հաղորդելու շերտերով, ամփույթ գեղեցիկ ֆորմա ենք ստանալու, ավելի ընդգծելով ձեր գեղեցկությունը։ Անկեղծ ասած ամենաշատը այս պրոյեկտի ընթացքում մտավախությունս հենց մազերինն է եղել, ոչ միայն իմը, նաև աղջկանս։ Ես շատ կարճ կտրվածքի պատրաստ չեմ։ Կարծում եմ կհավանեք։ Այնպես նաև ներկում կկատարենք, որ պահենք մազի որակը, ընդգծելով դիմային հատվածում ավելի բաց երանգներով, որ համ հեշտ իրանց խնամեք, համ էլ ավելի գեղեցիկ ու թարմ տեսք ունենաք, նորաձև կլինենք թրենդի մեջ։ Շատ լավ, բաց երանգներին ես միշտ կողմ եմ եղել, սիրում եմ։ Ու կարծում եմ այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի, համ դուք կհավանեք, համ մենք կողք լինենք։ Ես դեմ եմ կարճ կտրվածքին, Էրիկան չնայած հակառակն է ինձ համոզում, որ ինձ սազելու է այդպես եւ ես մեծ մտավախություն ունեմ։ Վարդուհին շատ սուր արձագանքեց, նա չի ցանկանում ունենալ կարճ կտրվածք, բայց կարծում եմ նա շատ կհավանի մեր ընտրած տարբերակը։ Վարդուհի ջան, քանի որ առաջին հայացքից երբ նայում եմ միանգամից շատ ընդգծված գեղեցիկ աչքեր ունեք, ես կցանկանայի դիմահարդարման մեջ շեշտադրում ունենալ աչքերի վրա։ Կարծում եմ, որ կաշխատեմ բացից մքացող անցումային տեխնիկայով եւ գեղեցիկ կընդգծենք աչքերը դեպի հետ ձգելով։ Լավ։ Ես կընդգծեմ նաեւ ձեր այդ ոսկրերը, որպեսզի լույսի ստվերի միջոցով ավելի կանացի կերպար ստանանք։ Վարդուհի ջան, կխոսեք նաև ձեր նախասիրությունների մասին, ինչպիսի դիմահարդարում եք սիրում անել առօրյայում։ Ես ոչ ամեն օր եմ դիմահարդարվում, դա բնականաբար մեկ ուղղակի հավեսս ոնց որ հավես եմ ունենում դիմահարդարման, երբ որ ավելի շատ պետք է տանից դուրս գամ այդ օրը։ Վարդուհի ջան, քանի որ դուք մայրիկ եք եւ պետք է համատեղեք մամայի վազքը եւ կանացիությունը, ես կցանկանայի նաեւ մի քանի խորհուրդներ տալ, որոնք ձեզ առօրյա դիմահարդարման մեջ շատ կիրառելի կլինեն։ Հետաքրքիր է։ Հիմա ժամանակակից կոսմետիկ բրենդերը արտադրում են ամենատարբեր ծածկողականության տոնային քսուկներ եւ դրանց միջոցով դրանց եւ խոնավեցնողների ճիշտ համադրությամբ կարելի է շատ արագ, ընդամենը 3-4 րոպեվա ընթացքում շատ գեղեցիկ տոն ունենալ։ Առօրյա դիմահարդարման ժամանակ կարելի է շատ գեղեցիկ բաց երանգներով ընդգծել աչքերը եւ թարթչաներկով միայն մուգ տոներ օգտագործել, դա բավականին հետաքրքիր արտահայտիչ էֆեկտ կտա ձեզ, իսկ շուրթերը ես օրինակ կնախընտրեի ավելի նուրբ նյութ երանգների մեջ ընդգծել։
Անիի հետ քննարկումներից հետո ես հասկացա, որ ավելի շատ պետք է ընդգծեմ աչքերս, առօրյա դիմահարդարման ժամանակ նա խորհուրդ տվեց, որպեսզի շատ վառ կերպար չստեղծեմ ինձ համար, ավելի պարզ եւ հասարակ, եւ ես համաձայն եմ նրա հետ եւ հուսով եմ, որ արդյունքը ինձ դուր կգա։ Վարդուհու հետ մեր քննարկումները բավականին ջերմանցան, քանի որ նա բաց էր ցանկացած տիպի փոփոխությունների համար։ Եվ մենք որոշեցինք, որ արդյունքում կունենանք շատ նուրբ, բայց արտահայտիչ աչքերով, բնական տոնով, գեղեցիկ դիմահարդարում եւ նուրբ ընդգծված շուրթեր։ Բավականին յուրահատուկ եւ հետաքրքիր աշխատանք ենք կատարել, որի արդյունքը կարծում եմ շուտով կտեսնենք բոլորս։ Մարիամ, վստահ եմ, որ հեռուստադիտողին շատ հետաքրքիր է տեսնել Վարդուհուն նոր ոճով, բայց ուզում եմ մի փոքր մանրամասնես, թե ինչպես անցան աշխատանքները Անիի եւ Էրիկայի հետ։ Մենք Էրիկայի եւ Անիի հետ միասին մեծ աշխատանք ենք կատարել Վարդու հետ միասին նաև, որովհետև նա շատ ակտիվ եւ շատ հետաքրքրված մասնակցում էր եւ իր արձագանքները այդ ամեն ինչը մեզ շատ ոգևորում էին ամբողջ աշխատանքի ընթացքում։ Վարսերի եւ մեյքափի հետ կապված մենք, ինչպես Էրիկա նշել էր, կտրուկ փոփոխություն ունենք։ Իսկ հեշտ էր տրվում նրան այդ փոփոխությունները։ Ես կարծում եմ, որ այո, որովհետև նա ուզում էր իրականում հոգու խորքում ուզում էր եւ հաղթահարում էր իր մեջ ինչ որ պատնեշներ, որպեսզի ինքն էլ տրամադրված լինի այդ փոփոխությանը։ Մենք ունենք մազերի նոր գույն, ունենք նոր երկարություն, այո, որը իր աչքերի գույնը ել ավելի է ընդգծել եւ իր դեմքի ու մազերի միջև ճիշտ ներդաշնակ կոնտրաստ ենք մենք ստացել։ Մենք աչքերը ընդգծել ենք թեթև իհարկե առօրյա դիմահարդարման շնորհիվ եւ նաեւ հոնքերն ենք մի փոքր փոփոխել, որը ել ավելի բացել է, այսպես ասած, մեր հերոսու դեմքը, այո, հայացքը եւ նաեւ շորթունքները թողել ենք իր բնական նուրբ վարդագույն երանգին, որը էլի իր արտաքին մյուս գույների հետ, դեմքի գույնի հետ, մազերի, աչքերի եւ մնացած իր արտաքին մարգագույնների հետ շատ ներդաշնակ է։ Համոզված եմ, որ ընտրված յուրաքանչյուր կերպար լուծում է ինչ-որ խնդիր։ Մի փոքր մանրամասնիր։ Վարդու խնդիրը իր առօրյան ավելի բազմազան դարձնելն էր եւ մայրիկի առօրյայից մի փոքր շեղվելն էր։ Մենք դա փորձեցինք անել թե գույների, թե ձևացքների եւ թե ոճային փոփոխության միջոցով եւ Վարդու համար ընտրել ենք այնպիսի կերպարներ, որոնք հարմար են թե առօրյայում եւ թե ինչ որ հատուկ առիթների կրելու համար եւ ճիշտ է երկու կերպարներն էլ մենք ընտրել ենք Վարդուհու խնդրանքով ընտրել ենք բարձրակրունկներով, այն միտումով, որ նույն կերպարները կարելի է շատ ներդաշնակ համադրել նաև ցածր կրունկով եւ նույնիսկ սպորտային կոշիկներով, որպեսզի նաև մայրիկի վազքի մեջ իրեն ավելի հարմարավետ զգա։ Որքան էլ որ պատմես Վարդուհու կերպարանափոխության մասին, այնուամենայնիվ պետք է նրան տեսնել եւ հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ես առաջարկում եմ Վարդուհուն կանչենք հենց այստեղ։ Վարդուհի, մենք քեզ սպասում ենք։ Օ, խնդրեմ, Այլին էստեղ է։ Մի տեսակ շատ այլ ոճով ինձ համար։ Բայց շատ հետաքրքիր եւ գեղեցիկ։ Հա, համաձայն եմ։ Շատ գեղեցիկ է, շատ յուրահատուկ։ Վարսերս էլ շատ սազում են, շատ հավանեցի։ Իսկապես փոփոխությունները շատ են եւ ակնհայտ երևում է։ Ինչն է քեզ ամենից շատը դուր եկել, Վարդուհի։ Կա դետալ, վարսերը, դիմահարդարումը, թե օրինակ կիսաշրջած գեստը։ Անկեղծ ասած, որ երբևիցե չէիր կրի, օրինակ։ Կիսաշրջազգեստներ շատ եմ կրել, բայց մի քիչ այլ ոճով է եղել, այսպիսի լայնացող տարբերակ չեմ ունեցել, անկեղծ ասած, գեստապահարանում, միշտ ավելի նեղից էլի նեղ, այդպես է եղել, բայց շատ հետաքրքիր էր համադրությունը,
Շատ սիրուն է ստացվել, շատ վարսերս էլ իմ վարսերը բավականին երկար ժամանակ, մոտավորապես 10 տարի եւ ավելի երկար են եղել, միշտ երկար են եղել ու ոնց որ իմ անբաժան մասնիկն եմ զգացել, այդպես եմ զգացել, բայց այսպես որ տեսա ինձ եւ գնալ այդ փոփոխության մի անգամից համաձայնվել, որ կարելի է կտրել վարսերը։ Բրավո։ Սկզբում շատ էի մտածում, բայց հետո ազատ էի թողել ու վստահել էի, ճիշտն ասած, Էրիկային։ Էրիկայի հետ աշխատանքն էլ շատ հաճելի էր, շատ բաց ու ազատ աղջիկ էր, շատ հավես անցավ իր հետ էլ ու ինքը ինձ վստահ ասում էր, որ հաստատ սազելու է քեզ ու այդ վստահությունն էլ ներշնչված ես պատրաստ գնացել եմ։ Դե իսկ երբ վստահում ես, արդյունքը լինում է հրաշալի։ Բրավո, մեծ աշխատանք եք կատարել։ Շատ շնորհակալ եմ Վարդուհուն վստահության համար, որովհետև ամենակարևորը իր սրտով լինի եւ իր նախասիրություններին, ապրելակերպին եւ տրամադրությանը համապատասխան։ Մարիամ, մի քանի բառով ներկայացրու Վարդուհու այս կերպարը։ Վարդու այս կերպարում մենք համադրել ենք հարմարավետությունը եւ կանացիությունը, կիսաշրջազգեստը որպես կանացի էլեմենտ համադրել ենք ավելի առօրյա մի փոքր սպորտային վերնահագուստի հետ, ընտրել ենք ազատ շապիկ, ընտրել ենք նաև կանացի կոշիկներ սրածայր, մենք ընտրել ենք մոնոխրոմ լուք, այսինքն ընտրել ենք ճերմակի բեժի տարբեր երանգներ, որը կազմվածքը ավելի սլացիկ է դարձնում եւ հատկապես սրածայր կոշիկների հետ Վարդուհին կարծում եմ ել ավելի կընդգծի իր կանացիությունը եւ ինչպես արդեն ասացի, կրունկները կարելի է փոխարինել հարմարավետ ավելի կոշիկներով, այլ զբաղմունքներ իրականացնելիս։ Բայց մենք ունենք նաև երկրորդ կերպարը։ Միջ Վարդուհին կկերպարանափոխվի, պատմիր Վարդուհու երկրորդ կերպարի մասին։ Առաջին կերպարը ընտրել էինք մոնոխրոմ եւ կերպարին հետաքրքրություն էինք հաղորդել տարբեր ֆակտուրաներ իրար հետ համադրելով, իսկ երկրորդ կերպարում արդեն ունենք նաև գույների կոնտրաստ։ Տեսնենք թե ինչպես է այս տարբերակով Վարդուհին իրեն զգալու։ Ինձ մի բանն է զարմացրել, որ Վարդուհին նախընտրել է բարձրակրունկ կոշիկներ երկու կերպարի դեպքում են, ունենալով 3 երեխա եւ շատ այսպես բազմազբաղ առօրյա, այնուամենայնիվ նա գնացել է այդ ռիսկի։ Վարդուհին շեշտեց, որ իր կեսապահարանում միայն տափակ կոշիկներ են, սպորտային կոշիկներ են, այ հիմա հասկանալի է, թե ինչու է ընտրել բարձրակրունկները եւ իսկապես շատ գեղեցիկ է ստացվել։ Մենք պատրաստ ենք Վարդուհուն տեսնել երկրորդ կերպարով։ Վարդուհի։ Ես կասեի իսկապես ամեն ինչ ներդաշնակ է, ոչ գույներ, տրամադրություն։ Շատ գեղեցիկ է, ես էլ եմ այդպես կարծում։ Կանացի եւ նաեւ առօրյայում այո կարող է համադրել նաեւ սպորտային կոշիկների հետ։ Հրաշալի է։ Համամիտ եմ։ Ինչպես ընտրեցիք երկրորդ կերպարը։ Անկեղծ ասած, որ առաջինը արդեն կիսաշրջազգեստն էր, Մարիամին համոզեցի, ասեցի գոնե երկրորդը տաբատ լինի, որովհետև տաբատներից հետո միանգամից երկու լուքներ, որ կիսաշրջազգետ լիներ, մի տեսակ անսովորությունը շատ կլիներ, շատ գեղեցիկ է իմ կարծիքով։ Շատ, իսկապես շատ գեղեցիկ է։ Համադրելով տարբեր հագուստների հետ։ Այո։ Մարիամ։ Ես կարծում եմ, որ այս կերպարը ավելի վառ է, ընդգծում է Վարդուհու վառ անհատականությունը, թե նախորդ կերպարը ընդգծում էր Վարդուհու թեթևությունը, նրբությունը, կանացիությունը, այստեղ կանացիության հետ մեկտեղ կարծում եմ, որ Վարդուհու հաստատակամությունը եւ կայունությունն ենք տեսնում։ Ինձ մնում է միայն ասել Վարդուհի, թող այս նոր ոճը քո կյանքում բերի նոր գույներ, գեղեցիկ գույներ։ Շնորհակալ եմ շատ Լուսինե ջան։ Ու ես էլ համոզված եմ, որ փոփոխություններ լինելու են։ Թեկուզ չնչին փոփոխություններից, չէ, մարդու կյանքում կարող են շատ բաներ փոխվել։ Ես կարծում եմ, այս փոփոխությունները ինչ որ ազդակ կլինեն դրան։ Վառ գույների եւ ժպիտի։ Այո։
Տադամ։ Շատ սիրուն ես։ Պատկերացնում եմ երեխեք տեսնում ինչքան են սոքոտ, ավելի Յանուլը։ յանուլը, հա։ Շատ սիրուն կտրուկ փոխությունն է, շատ ասազում ապրել։ Ճիշտ ասած պատկերացնում եմ շորիկով։ Վարդու հետ աշխատանքը եւ նրա կերպարանափոխությունը ես համարում եմ արդյունավետ։ Մենք թիմով Էրիկայի եւ Անիի հետ բավականին մանրակերկիտ աշխատանք կատարեցինք եւ Վարդու ոճը դարձրեցինք ավելի ներդաշնակ եւ իր էությանը ավելի համապատասխան։ Ես կարծում եմ, որ այն պահանջները, որ մենք դրել էինք մեր առջև, այն խնդիրները, որ մենք ցանկանում էինք լուծել այդ կերպարների միջոցով, մենք հասանք մեր նպատակին։ Չնայած Վարդուին միշտ էլ քայլել է նորաձևությանը համընթաց, բայց պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ նրա կերպարը ավելի վառ եւ ոճային դարձավ։ Մինչ ոճափոխված ինձ տեսնելը բնականաբար շատ անհանգիստ էի, լարված, հագուստի հետ կապված շատ չեմ ընկճվել կամ սպասումներս Մարիամի հետ, որ գնումներ էին կատարում, արդարացված էր, արդեն ընտրությունից հետո էլ ավելի հանգստացա, ավելի շատ մտածում էի, թե ինչպես կլինի ոճափոխությունը կտրվածքի հետ կապված, կտրվածքը առաջին անգամ տեսնելով հուզվել եմ նույնիսկ, որ չէի սպասում ինձ կարճ կտրվածք կսազի, գունափոխությունն էլ շատ դուրս եկել է, անհամբեր սպասում եմ ճիշտ ասած, թե բալիկներս, ամուսինս ինչ արձագանք կտան ոճափոխությանս, ես այսպես ինձ շատ լավ եմ զգում։ Մասնագետների հետ շատ հանգիստ ենք աշխատել, շատ հաճելի է եղել աշխատանքը իրենց հետ, նույնիսկ այնպես ենք պայմանավորվել, որ կապը երբեք չի կորելու, հետագայում էլ էլի լավ ընկերներ կմնանք վստահ եմ, թե Մարիամը, թե Էրիկան եւ թե Անին շատ դրական մարդիկ էին, շատ թեթև ու հանգիստ, պարտադրված ինչ որ բաներ երկկողմանի չի եղել, Էրիկան շատ պայծառ տեսակ էր, շատ վառ, կրակոտ, Անին շատ խաղաղ, հանգիստ, նուրբ, բոլորից էլ բնականաբար բոլոր մարդկանց հետ էլ շփումից հետո ինչ որ բաներ քոյս համար վերցնում ես, Մարիամի հետ ավելի երկար եմ աշխատել, Մարիամը շատ լավ մարդ է, շատ դրական, շատ խելացի եւ կիրթ իր ոլորտում։ Շնորհակալ եմ մասնագետներին ինձ ճիշտ ուղղորդելու համար, ինձ այսպիսի կերպարում տեսնելու համար, քանի որ ես ինձ այսպես շատ դուր եմ գալիս։